Վարան եղբայր, ինչ է ասում Սուրբ Գիրքը նախամուսնական կապի մասին։ Իրականից ամուսնությունը եւ ընտանիք ինստիտուտը ստեղծել է Աստված։ Եվ բնականաբար մեր մեջ եղած մարմնի կամ սեռական ցանկությունները նույնպես դրել է Աստված, որի միջոցով էլ սիրո պտուղ իսկապես զավակն է։ Եվ Սուրբ Գիրքը տալիս է մի շատ կարևոր սկզբունք օրենք Եբրայեցիս 13:4-ը։ Ամուսնությունը ամեն կողմանե պատվական է, անկողինը սուրբ, բայց շնացողներին եւ փորնիկներին Աստված պիտի դատապարտե։ Երբ է անկողինը սուրբ, երբ որ դա սրբված է ամուսնությունով։ Եթե միջև դա է, նախ ամուսնական կապի մեջ է, սեռական կապի մեջ է, միջև օրինական ամուսիններ լինելը, դա մեղք է Աստծո աչքերի առաջ։ Ում է թե ինչ տարբերություն, նույն տղամարդն է, նույն կինն է, նույն անկողինն է, դե լավ մի օր էսկոմ, մի օր այնկոմ, գիտես, օրենքներ կա, որը խախտել պետք չի։ Կարող ես վերցնել ավտոմեքենան, ասես դե ինչ տարբերություն, գնում է, թող մտնեմ այս սարերով, ձորերով, կջարդես մեքենան։ Իր համար հարմարեցված օրենքներ, գծանշումներ, նշաններ կա ճանապարհի մեջ, եթե չհետևես երթևեկության կանոններին, բախում կլինի ու մահ կլինի։ Այդպես էլ մարմինդ պետք է կարողանաս կառավարել, զգացմունքներդ պետք է կարողանաս կառավարել, ցանկությունները նույնպես։ Դա պետք է ազատ արձակես, երբ որ այլևս դու ամուսնացած ես։ Միջև ամուսնություն յուրաքանչյուր սեռական կապ մեղք է Աստծո աչքերով, եւ դա ճշմարիտ իսկապես խոսն է Աստծո Տեր օրհնի։